Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ ըստ London Times-ի Հայաստանում սկսել են վտանգավոր դեղեր փորձարկել կանանց, երեխաների և հաշմանդամների վրա։ Սա դեռ ամենը չէ։ Հայկական դեղատներ սկսել են ներմուծել չգրանցված և ժամկետնանց դեղեր։ Հայք News-ի հետ զրույցում Առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը իր անհանգստությունը հայտնեց, մատնանշելով մեր երկրի առողջության նախարարության բացթողումները։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իդեմս առողջապահության նախարարություն մտածելու տեղիք ունի, որովհետև վատ և սխալ կառավարման արդյունքում այսօր մենք ունենք ավելի թույլ, այսպես ասած, աքիլեսյան գաշապարներ, որ օգտագործվում են նման ծրագրությունների հրապարակումները անգամ չկամական Այս ամենին զուգահեռ հայտնի է նաև, որ Պարսկաստանից, Վրաստանից և Թուրքիայից էժան տարբերակով Հայաստան են ներմուծվում ժամկետնանց և չգրանցված դեղեր։ Սև շուկայից ներմուծված դեղերի առնչությամբ Անուշ Պողոսյանը հիշեցրեց հետքի լրագրողական հետաքննությունը։ Եթե հիշում եք, հետքը մի հետաքրքիր լրագրողական ուսումնասիրություն էր արել, երբ որ թաքնված տեսախցիկով մտել էր դեղատներ և ուզել ուռուցքաբանության համար նախատեսված դեղորայքը, որը որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված չի։ Դրանից հետո ես նամակագրություն ունեցա տեսչական մարմնի հետ հասկանալու համար ինչ կատարվեց, որովհետև մամուլով ահազանգ տրվեց, ինչպես վարչական իրավախախտման հետ կապված, այնպես էլ հանցագործության մասին, տեսչականը պատասխանեց, որ դրանից հետո մենք գնացել ենք, այդ դեղերը այդտեղ չեն եղել, բայց փաստացի նյութը չեն ընդունել հիմք, դրա հետ կապված։ Անուշ Պողոսյանը հիշեցրեց նաև, որ վերջին շրջանում շատ է խոսում թուրքական Lotus դեղամիջոցի մասին, ինչը ազատորեն շրջանառվում է հայկական շուկայում։ Երևույթը անշուշտ փաստում է դեղորայքային շուկայի անկառավարելի վիճակի մասին։ Հայաստանում կա բազմաթիվ անհայտ էտիոլոգիայի դեղեր, վերջերս ես նաև խոսել եմ թուրքական Lantus-ի մասին, որը շրջանառվում է Հայաստանի շուկայում, սա անկառավարելի իրավիճակից է դեղորայքային շուկայում, որովհետև առողջապահության նախարարությունը չի անում ոչինչ, որպեսզի դեղ ապահովումը լինի նորմալ, իսկ տեսչական մարմինը ստուգումների և այլի արդյունքում չի հայտնաբերում այդ սև շուկայում գտնվող դեղորայքը, որի արդյունքում այսօր քաղաքացիները գնում են դեղատներ, գնում են դեղեր, որոնց որակի հետ կապված ունեն խիստ կասկածներ։ Ինչ անել այս իրավիճակից խուսափելու համար։ Անուշ Պողոսյանի կարծիքով հարկավոր է, որ համակարգերը հստակագործեն։ Երեք փաստացի մի նախագիծ են շրջանառել, որով նորից այդ դեղերի դեղատոմսով էլեկտրոնային տրվող դեղերի ցանկը, այդ 4000-ից ավել որ պետք է անցնել դեղատնով, ներառյալ հոգեմետը, նորից երկարացրել են 2027-ին, այսինքն փաստացի իրենք ասում են, որ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը չի աշխատում։ Այսինքն այս ամեն ինչը, այս քաոսը սարքել է, որի արդյունքում ոչ քաղաքացին, ոչ բժշկական հանրույթը այլևս ոչ մի վստահություն չունի քաղաքականություն մշակող կառույցի հանդեպ։ Մարիամ Հարությունյան, Լևոն Հակոբյան, Հայք News։